Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախ, միջազգային իրավունքի խայտարակություն ու բնիկ ժողովրդի լքումը։ Լուիս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 124-րդ թիվը։ Հրանտ Տինկի հիշադակը երիտասարդներու պատմություններուն մեջ։ Սեր Արցախ նախագիծը պիտի շարունակվի Սյունիքի մեջ, Աննա Աստվածադուրյան։ Կայսերական խոհանոցին մեջ Փիրավը Շադոնց կեպվեր, Աշոտ Հարությունյան։ 600 դարվան պատմություն վտանգի մեջ։ Սուրբ Մագարաբանկը կանգնած է փլուզման եզրին։ Կդորմը Արցախ Մոսկվայի սրտին մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան գրե Արցախի պատմությունը ժամանակակից միջազգային իրավունքի հակասություններուն ամենեն խոսուն օրինակներեն մեկն է։ Պատմականորեն հայկական հող հանդիսացող հնագույն ժամանակներեն ի վեր մեծ մասամբ հայերով բնակեցված Արցախը հերթապար անջատվեցավ պատմական Հայաստանեն բարդատրված աշխարհաքաղաքական որոշումներու հետևանքով, ապա միջազգային ուժերուն կողմէ լքվեցավ դարաշրջանային գայունության անվան տակ, որ ժամանակի ընթացքին վերածվեցավ անկորձության արդարացման։ 2023-ին Արցախի հայ բնակչության զանգվածային արտագաղթը ոչ միայն մարդկային եւ քաղաքագրթական աղետներ, այլ նաեւ միջազգային հանրության փարոյական եւ իրավական խորհրդահողումը։ Արցախը հին հայկական թագավորության պատմական նահանգներեն մեկն էր։ Հայկական, բյուզանդական, բարսկական եւ ռուսական դարեկրությունները կվկայեն, թե հայ ժողովուրդը ավելի քան 2000-ամյակ շարունակ բնակած է այս տարածաշրջանին մեջ։ Միջնադարուն Արցախի հայկական իշխանությունները, մելիքությունները պահպանեցին իրենց հարաբերական ինքնավարությունը հակառակ հաջորդական արշավանքներուն։ Նույնիսկ բարսկական եւ աբարուսական դիրաբեդության պայմաններուն տակ շրջանին հայկական ինքնությունը մնաց քերագշող եւ անվիճելի։ 1918-ին 1920 թվականներուն ռուսական կայսրության փլուզումեն եւ Կովկասյան պատերազմներեն յետ Արցախի հայերը բացահայտորեն մերժեցին Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իշխանությունը։ 1920-ի փետրվարին Շուշիի մեջ գումարված Լեռնային Ղարաբաղի 9-րդ համագումարը հռչակեց հայկական ինքնավար վարչակարգը մինչև շրջանի ղարքավիճակին վերջնական միջազգային լուծումը։ Այսպիսով Սևրի դաշնակցի ստորագրության բահուն Արցախի հարցը իրավականորեն բաց կմնար եւ ոչ մեկ միջազգային պայմանագիր կճանչար Ադրբեջանի գերիշխանությունը այս տարածքին վրա։ Լեռնային Ղարաբաղի միացումը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տեղի չունեցավ միջազգային իրավական գործընթացով, այլ 1920-ի հուլիսին բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի քաղաքական որոշումով։ Այս որոշումը երբեք չվավերացվեցավ որևէ միջազգային պայմանագրով, չփխեցավ ժողովրդական հանրակրվեյը, բարդատրվեցավ տեղական հայկական բնակչության մեծամասնության կամքին հակառակ։ Այսպիսով խորհրդային միությունը պատմական եւ ազգային հարցը վերածեց պարզ վարչական խնդրի։ Ժողովուրդներու ինքնորոշման իրավունքը զոհաբերվեցավ Մոսկվայի եւ Քեմալական Թուրքիո միջև աշխարհաքաղաքական հավասարակշռության։ Դեռ մինչև 1990-ականներու բաց պատերազմը հայերը ենթարկվեցան համագարկված բռնություններու Սումգայիթի, Գիրովաբադի եւ Բաքվի մեջ։ Այս չարտերը համոզեցին Արցախի հայ բնակչությունը, թե Ադրբեջանի իշխանության տակ անվտանգ համագեցությունը այլևս անկարելի էր։ 1992-ի ապրիլ 10-ին հայկական Մարաղա գյուղը ենթարկվեցավ ադրբեջանական ուժերու հարձակումին։ Դասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցան, խոշտանգվեցան կամ պատանդ առնվեցան։ Թիդորտներն ու մարդասիրական գազམ་ագերբությունները այս իրադարձությունները բնորոշեցին որպես կանխամտածված կոտորած հայկական քաղաքացիական բնակչության դեմ։ Այս ողբերգությունը կմնա հագամարտության ամենածանր եւ ամենակիչ ճանցված էջերեն մեկը։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Լուիս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 124-րդ թիվը ընթերցողներուն ներկայացնելով ազգային, պատմական եւ հասարակական կարևոր նյութերու հարուստ ընդրանիմը։ Շաբիգին պատկերված է Գիլիկիա նավը, որ կխորհրդանշե հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ծովային ժառանգությունն ու հայրենիքի հետ կապվածությունը։ Շաբաթաթերթին մեջ ընդգրկված են բազմաթիվ հետաքրքրական եւ հուզիչ հրաբարակումներ։ Առանձնահատուկ ուշադրության արժանի է «Ես 72 տարեկան եմ, զիս կխնամե 94-ամյա մայրս» խորագրով նյութը, որ օգնության աղաղակ մնե հայկական համայնքեն եւ կներկայացնե միայնակ ու խնամքի գարիք ունեցող դարեցներու դժվար առօրյան։ Բարբերականին մեջ տեղ կդածեն նաև պատմական ակնարկներ, ազգային հիշողության պահպանման վերաբերյալ հոդվածներ եւ մշակութային ժառանգության գորստյան մասին ահազանգներ։ Western Armenia շաբաթաթերթը կշարունակե իր առաքելությունը լուսաբանելով ազգային ինքնության, պատմական արդարության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր հարցերը։
Ագոս թերթը ընդառաջելով Հրանտ Թինքի սպանության 20-րդ տարելիցին սկսած է երիտասարդներու պատմություններու հավաքագրումը։ Նախաձեռնությունը ուղղված է անոնց, որոնք սպանության ժամանակ փոքր էին կամ դակավին չէին ծնած, բայց հետագային բացահայտած են Թինքին քաղաքապարներն ու գործունեությունը։ Մասնագետները կրնան պատմել, թե ինչպես առաջին անգամ լսեցին անոր մասին եւ ինչ ազդեցություն ունեցավ այդ ծանոթացումը իրենց կյանքին ու մտածողության վրա։ Ագոսը նախադեսած է ընդրված պատմությունները հրաբարակել թերթին մեջ անունով կամ անանուն։ Նախաձեռնության նպատակը նոր սերունդին միջոցով Հրանտ Թինքի ժառանգությունը պահպանելն է։ Գրող, դասախոս եւ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածադուրյան Տերկոտ զրույցի ընթացքին ներկայացուցած է Սեր Սյունիք նախաձեռնությունը, որ կհիմնվի Արցախի մեջ տարիներ շարունակ իրականացված Սեր Արցախ ծրագրին վրա։ Ան հայտնած է, թե հունիսի 1-ին պիտի սկսին ծրագիրը Սյունիքի մեջ, որմե պիտի օգտվին նորածին ունեցող ընտանիքները, ստանալով առաջին անհրաժեշտության նվերներ մայրերուն եւ երեխաներուն համար։ Սեր Արցախի շրջանագին մեջ նախկինին աջակցություն դրամատրված էր շուրջ 3000 արցախյան ընտանիքի։ Աստվածադուրյան Տերկոտ նշած է, թե Սյունիքը իրեն համար նաև անձնական նշանակություն ունի, քանի որ իր ընտանիքը այդ շրջանին հետ կապ ունի։ Ան նաև պատմած է, որ քաղաքապարը ծնած է իր անձնական փորձառուտենեն, որպես Բաքվեն դեղահանված հայ փախստական։ Արցախը պատմական հայկական հող է։ Մեր պատմության ընթացքին շատ կորուստներ ունեցած ենք եւ ինձի համար այս գործը սրբազան է, ըսած է ան։ Մեզի հասանելի փաստերն ու աղբյուրները կարելիություն կուտան ներկայացնելու Արցախի հիմնախնդրին խորքային արմատները, որոնք կհասնին մինչև 19-րդ դարու սկիզբ։ Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածին ռուսական նվաճումը իր իրավական ցեվագերբումը ստացավ 1813-ի Գուլիստանի պայմանագրով, որով Արցախը անցավ ռուսական կայսրության վերահսկողության տակ։ Սակայն նվաճումը հաջող ներկայացվեցավ իբրև ազատագրում բարձկական դիրապետությանեն։ Ցարական մարտահամարները ցույց կտան, որ 1800-ականներու սկզբին Արցախի 5 իշխանություններում բնակչության 84.6%-ը հայեր էին, իսկ թաթարական դարը կգազմեր միայն 14.7%։ Ըստ Ջորջ Պուրունտյանի ուսումնասիրություններուն 1823-ին Չրապերն ու Խաչենը ամբողջությամբ հայկական էին, իսկ Գուլիստյանը, Վարանտան եւ Տիսակը նույնպես կպահպանեին իրենց հայկական թիմակիցը։ Հաջող կգարձվի, թե տարածաշրջանի էթնիկ խնդիրները Ստալինյան շրջանի հետևանք են, սակայն փաստերը կվկայեն, որ Փաշնե որբեսի դիրես քաղաքականությունը սկսած էր Դագավին ցարական ժամանակաշրջանին։ 1813-ին ետք Արցախի խանության փոխարեն ստեղծված Շուշիի գավառը միացվեցավ մահմեդական մեծամասնություն ունեցող վարչադարածներու, իսկ հայկական ինքնավարության ավանդական համագարկը աստիճանաբար վերացվեցավ։ 1840-ին 1859 թվականներու վարչական քարտեզները ցույց կտան, թե ինչպես պատմական հայկական տարածքները ներառվեցան նոր արհեստական սահմաններու մեջ ռուսական կայսրության ռազմավարական շահերուն համապատասխան։ Թիվերն ու քարտեզները կհաստատեն, որ Արցախը ոչ թե բարձ վարչական տարածք էր, այլ հազարամյա հայկական կենսատարածք իր հստակ ժողովրդագրական եւ պատմական ինքնությամբ։ Բենտադակտիլոսի լեռներուն Անդարաբադ կոդիին մեջ Գիբրոսի թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքին կգտնվի ավելի քան հազարամյա պատմություն ունեցող Սուրբ Մագարավանքը։ Այսօր վանքը կանգնած է լուրջ փլուզման վտանգի առջև տասնամյակներու անուշադրության հետևանքով։ Այս հուշարձանը միայն հայկական ժառանգություն չէ, ան Գիբրոսի պատմության եւ բազմամշակութային անցյալի կարևոր մասն է։ Տարեր շարունակ վանքը ծառայած է որպես ուխտավայր եւ դարաշրջանի մշակութային կենտրոն։ Ներկայիս կառույցը արագ կքայքայվի։ Դանիքներուն մեկ մասը փլած է, բادرուն վրա կան խորճակեր, իսկ բուսականությունը ներտապանցած է շինության ներսը։ Մասնակետները կզգուշացնեն, թե առանց շուտապույտ վերականգնման համալիրին որոշ հատվածներ կրնան անտառնալիորեն գործվել։ Վանքը հիմնադրված է մոտավորապես 11-րդ դարուն եւ պատմության ընթացքին եղած է հոգեվոր ու պաշտպանական կենտրոն։ Ան կապված է Գիբրոսի Լուսինյան շրջանին հետ եւ Օսմանյան իշխանություններեն ստացած է որոշ արտոնություններ։ 2016-ին Սուրբ Մագարավանքը ներառված է բաբանվող հուշարձաններու ցանկին մեջ։ Վերականգնման ծրագրին շուրջ ստեղծված է միջազգային եւ երկհամայնքային համագործակցություն ՄԱԳ-ի աջակցությամբ գործող մշակութային ժառանգության տեխնիկական հանձնախումբի շրջանակին մեջ։ Նախագիծը սկսած էր 2020-ին, սակայն դադարեցված համավարակին եւ պայմանագրային խնդիրներուն պատճառով։ Ներկայիս ծրագիրը կվերանայվի եւ անհրաժեշտ նյութական օժանդակություն ապահովելու բարակային աշխատանքները կգնան վերսկսել 2027-ի սկիզբը։ Միևնույն ժամանակ կազմված է հատուկ հանձնախումբը Գիբրոսի հայ համայնքի ներկայացուցիչներու մասնակցությամբ դրամահավաք կազմակերպելու եւ վանքին վիճակին մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով։ Հանրային քննարկումներուն ընթացքին շեշտված է, որ Սուրբ Մագարավանքի վերականգնումը միայն մեկ համայնքի հարց չէ, այլ Գիբրոսի ընդհանուր պատմական ու մշակութային ժառանգության պահպանման խնդիրը։
Մայիսի 10-ին Դաբան թանգարանին մեջ, որ կգտնվի Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքին, տերունական աղոթքով եւ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդի օրհնությամբ բացված է Արցախի եւ անոր հոգեվոր մշակութային ժառանգության նվիրված մնայուն ցուցադրությունը։ Բացման հանդիսավոր արարողության ներկա եղած են Մոսկվայի մեջ բնակող արցախցիներ, Սփյուռքի Երևելի ներկայացուցիչներ եւ Արցախի ռուս բարերարներ։ Արցախը մոռացության չմատնելն ու ինքնության բոլոր շերտերու պահպանումը։ Սա է հիմնական գաղափարը զոր կփոխանցի ցուցադրությունը։ Անոր կենտրոնին կգտնվի Արցախի Հանրապետության քարտեզի մարագերտը սրբավայրերով եւ աշխարհագրական տեղանուններով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։